ուսումնասիրում ենք մարզի ամենաբարձր վարձատրվող ուսուցիչների ցանկը, եւ դուք առաջինն եք Լոռու մարզում։ Ես շատ տպավորված եմ եւս մեկ անգամ, ուզում եի անձնապես գալ ձեզ մոտ։ Ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը Լոռու մարզի ամենաբարձր վարձատրվող ուսուցիչն է։ Նա ստանում է 558,000 դրամ աշխատավարձ, կամավոր բարձր ցուցանիշներ եւ 4-րդ տարակարգ ունենալով։ Վանաձորի մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոցում ենք։ Եկել ենք ընդգծելու Տիկին Բաղդասարյանի վաստակը եւ մեծ ավանդը։ Տիկին Բաղդասարյանն օրինակ է, թե ինչպես ուսուցիչը կարող է իր գիտելիքով ստանալ բարձր աշխատավարձ։ Հավելեմ նաեւ, որ դպրոցը հիմնանորոգման փուլում է, իսկ դասապրոցեսը ժամանակավորապես իրականացվում է այս մասնաշենքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Համեցեք, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Այն ինչ անում է պետությունը, կառուցելով այսքան դպրոց, ներդնելով այսքան գումարներ, դա գործի կեսն է։ Այդ նորակառույց դպրոցներում պետք է բովանդակություն դրվի։ Բովանդակությունը կամավորատեստարված ուսուցիչներն են, իսկ ունենալ մարզում նման ուսուցիչ, նման ցուցանիշներով, ես շատ ուրախ եմ այսօր, օրս շատ լավ է սկսվել եւ շատ տպավորված եմ եւ շատ շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ եւս շնորհակալություն գնահատելու եւ կարեւորելու համար ու միշտ փորձել եմ իմ առավելագույն ներուժը ներդնել մեր սերունդի դաստիարակցագործում ու կարծում եմ, որ ստացվում է։ Նոր հետաքրքրություն։ Ապրեք, ես ուզում եմ վարակիչ լինի ձեր օրինակը, որովհետեւ սա իսկապես օրինակելի իրավիճակ է։ Ուսուցչի հաղթանակ, ուսուցչի հաջողությունը բոլորի հաղթանակն է հասարակության, իսկ առանձին որ հայկական այսպիսի ուսուցում է դարձնում ստակար ժամանակում մի քանի անգամ անդրադարձ եղել, դա ուղղակի չգիտեմ, շատ կարևոր է, մենք զգում ենք մենք գնահատենք դա եւ ավելի ոգևորված աշխատենք։